Բարի երեկո սիրելիներս, վլոգը սկսում եմ Արևաշատ Եգիպտոսից, երեկոյա հիմա մեր մոտ իջնում ենք քաղաք ման գալու, որովհետև այս ժամերին մենակ կարող ես իջնել քաղաք ման գալ, ծովում լողանալ չես կարող, բասեյնում լողանալ չես կարող, մի խոսքով դրա համար իջնում ենք քաղաք, գնում ենք Ստարի Գորդ այսօր։ Երեկ գնացել ենք Նամաբեյ, շատ մարդիկ կային չնկարեցի, այսօր կփորձեմ, եթե շատ մարդաշատ չլինի, անպայման կնկարեմ։ Մի երկու խանութ կա անպայման պետք է այցելենք, ընթացքում կտեսնենք ուր պետք է գնանք, ինչ պետք է գնենք։ Հուսով եմ դուք էլ լավ ժամանակ անցկացնեք դիտելով վլոգը, դե ինչ, ձեզ բարի ժամանց, մեծ էլ լավ հանգիստ։ Արդեն հիմա հասնելով ենք, կհասնենք եւ այնտեղ կտեսնենք ոնց ենք նկարում, ինչ ենք նկարում, հարմար լինում է թե ոչ։ Սկզբից եկել ենք արծաթի խանութ, որովհետև նվեր պետք է գնեմ, հիմա քիչ անց կընտրենք, անպայման ցույց կտամ ինչ եմ գնելու։ Այստեղ արծաթն ու ոսկին շատ որակով է, ոսկի ճիշտ է այդպես չեմ ուզի գնեմ, որովհետև միգուցե եւ խաբվեմ, բնականաբար ուտար երկիր, բայց արծաթը խնդիր չի, կարող եմ գնել, ու այստեղ ամենակարևորն ինչն է, որ քարերը բնական են։ Հիմա կնայենք, ես ու Մարիշկան կընտրենք ու գրեցինք այսպիսի գեղեցիկ մատանի զմրուխտյա քարով, իսկ կողքերը ոնց կլինի, խոսքով չեմ հիշում անունը, սպիտակ քարեր են, մի խոսքով չգիտեմ անունը, բայց մեջտեղը զմրուխտյա քարեր են, սա իրանց վիզիտկան է, որ ամբողջը բնական քարեր են, հեռախոսի համարները կան, ովքեր կլինեն Շարմ էլ Շեյխում, կարող եք այցելել։ Ստարի Գորդում է խանութը գտնվում, ու շատ մեծ տեսականի ունեն, ու նույնիսկ կարող են, այստեղ քարեր ունեն իրանք, կարող են նույնիսկ պատվիրել մատանի։ Իսկ մենք տեղափոխվենք հաջորդ խանութ, նույնպես ընտրած խանութ կա, պետք է հենց այդտեղ լինենք, հիմա կտեղափոխվենք։ Հիմա այսպիսի խանութում ենք Շարմ էլ Շեյխում, ինքը պայուսակներն այսպես ամբողջովին բնական կաշվից են, կրակադիլ, անակոնդա, ուխտի կաշի, տեսեք ինքը լրիվ մաքուր կրակադիլ է, ռյուքսակներ ամեն ինչ կա և կանացի այսպիսի գեղեցիկ մոդելներ կան, հիմա ցույց կտամ նաև ինչ եմ ինձ վերցրել։ Այսա մի դեպք տամ են կոմը։ Ձենք ինքը ամբողջովին նատուրալնի կրակադիլա։ Իսկ մոդելները այս լրիվ ուզում ես գնես տանես մի անգամից։ Ես ինձ վերցրել եմ կարմիր Էրմես, բայց ցույց կտամ անպայման։ Այնքան գեղեցիկ մոդելներ կան։ Նաև գոտիներ, տարբեր կաշիներ, և կա ուխտ, սա ուխտ է, և կա կրակադիլ, կա անակոնդա։ Մի խոսքով շատ մեծ տեսականի կա, այսքանը չեմ կարող ցավոք սրտի նկարել, բայց անպայման կթողնեմ հասցեն խանութը, եթե լինեք Շարմ էլ Շեյխում, անպայման այցելեք ու հաստատ չեք փոշմանի, որովհետև 100%-անոց բնական կաշի է։ Մոտ կարող եք, եթե լինեք Շարմ էլ Շեյխում, WhatsApp-ի համարը գրել, Ստարի Գորդում է, իրանք ձեզ կպատասխանեն և հենց միջեցի կողքն է անգլել, այնպես որ հեշտ գտնվող խանութ է, վրան էլ գրած է։ Այսպես գնացինք մեր գեղեցիկ պայուսակով, մենակ վատներն են, որ այսպես ոչ գեղեցիկ պակետով են տալիս, բայց ոչինչ, կարևորը որ լմազիկները մաշ, ովքեր սիրում են նմանատիպ իրեր, հաստատ կգնահատեն, այնպես որ այցելեք, թե ես։ У такой есть у нас, есть. Это бедуинский чай, да? Молодец.
Ծելին վերցրած թեյերը։ Это мэр продавец. Как называется твой магазин, чтобы тебе нашли? Здесь? Да. Здесь магазин Миша Халал. Все. Будете, обязательно приходите. Здесь армянский магазин. Чатлав ханут, чатлавы цена у нас. Все. Это же не $200. Այսօր այնքան լավն է, ծովը չեք պատկերացնի։ Եղանակն էլ շատ ընտիչ, ճիշտ է, արևոտ է, բայց խեղտող շոկ չի։ Լավ լողացանք ես ու Մարիշկան, հիմա բարկացենք, երևի մի փոքր հետո էլի քիչ ենք լողանանք, որովհետև տրանսֆերը ժամը 12-ին է, 12:30 է։ 12:30 կգնանք, հիմա 11:30 առավոտ շուտ եկել ենք։ Ցերեկը եկանք, ջուրը հետ էր գնացել ու ընդհանրապես լողանալ չեղավ, դրա համար առավոտ շուտ ավելի հարմար է եւ եղանակն է շատ լավ է եւ ջուրն է շատ լավ է։ Այդպես։ Եկեք ցույց տամ մեր գնումները ինչեր են գնել Եգիպտոս, տարբեր խանութներից են գնել։ Ամենակարևորը պայուսակը ստեցեք, ինքը մաքուր կոկորդուլյոսի կաշի է։ Այսպիսի կարմիր վառ Էրմես եմ ընտրել, չնայած որ տեսակ որ խանութում շատ տարբեր գույներ ու չափեր կան, սա ոչ շատ մեծ չափսն է, ոչ փոքր չափն է, շատ հարմար չափ է։ Ներսը ինքը ամբողջովին բնական կաշի է կոկորդուլյոսի։ Ներսն էլ շատ որակով կարած է։ Որտեղից որ խանութը ցույց տվեցի, իրենք իրենց ֆաբրիկան ունեն եւ իրանք են կարում այս ամբողջը։ Սա այսպես շատ գեղեցիկ պայուսակը։ Գրեք տեսնեմ հավանում եք նմանատիպ պայուսակներ, թե ոչ։ Ունեմ ոչ բնական կաշվից, իհարկե, էլի լուքս կոփին, մեծ տարբերակ ունեմ սևը, ունեմ փոքր տարբերակները, բայց սա յուրը հատուկ է ուղղակի։ Սա այսպես։ Սա Մարիշկայի պայուսակն է։ Մայքլ Կորս, իր հետ նաև ինքը դրամապանակ է գնել, չգիտեմ ուրա որ չգիտեմ։ Հետո սա նվեր են գնել, նույնպես պայուսակ։ Այս պայուսակն էլ է Մարիշկայինը։ Այս է իր դրամապանակը։ Սա էլ է Մարիշկայինը։ Այստեղ ամուսնուց պայուսակն է, ինքը մաքուր ուխտի կաշի է։ Այսպես 3 դարակներով, ոչ շատ մեծ է, ոչ շատ փոքր, բայց ինքը լավ տարողունակ է։ Եվ տղայից պայուսակն է։ Այսպիսի գույն ինքը ընտրեց, այսպիսին վերցրեցինք սերի ու սև։ Եվ 3 հատ այսպես առանձին մի հատ մեծ է, այսպիսի փոքր կա վրան և փոքր կլուչնիցա երևի ճիշտ կլինի։ Եվ սա պայուսակները։ Հետո էլ ինչ ենք վերցրել։ Հերթով ցույց տամ, այստեղ ինչ է։ Հա, այստեղ թեյերն է։ Անցած անգամ էլ տարել ենք, շատ համեղ թեյեր են, մայրիկս նույնպես ուզեց, իր համար էլ եմ վերցրել։ Կա մանգո։ Սա մանգոինն է։ Հետո այսպիսի վարդի թերթիկներով է, նույնպես այնպես անուշ է բուրում։ Այս թեյը շատ համեղ է։
Սա նարինջն է, եթե չեմ սխալվում, նարինջը կամ լիմոնը։ Եվ այս ծաղիկներով թեյնա շատ համեղ։ Այս անապատի վարդերը նվեր են տվել։ Սա այսպես։ Հետո Մարիշկան թևնուսներ ա վերցրել ընկերուհիներին նվեր, եթե հիմա տեսնեմ այստեղ միտեղ ցույց կտամ։ Հա, սա էլ շատ է, սա կբացեմ ցույց կտամ։ Սա ամուսնուս գոտին է, նույնպես կոկորդիլոսի կաշվից։ Սա չգիտեմ, որ բացեմ կարող եմ փաթեթավորել, որպեսզի չջարդվի հետո։ Հիմա փորձեմ բացել։ Եվ այսպիսի գեղեցիկ մոխրաման, ինքը ամբողջովին գրանիտ քարից է։ Ներսը այսպես քանդակած։ Եվ դրան այսպիսի փակվում է, էլի։ Ցույց տամ սուպերմարկետից ինչեր գնեցինք, այսպիսի շամպուն մեր մոտ չկա սրանից, չգիտեմ երևի նորություն է, թե մեր մոտ չեն բերում, Մարիշկան սիրում է այս L'Oreal-ի ֆիրման, հետո Nivea կրեմ, այստեղ շատ մատչելի էր մեր մոտ 3-4 անգամ թանկ է, Dove կրեմ, օճառ, այնտեղ չիպսեր ա վերցրել, ու այստեղ մանր-մունր քաղցրներ, KitKat, Oreo, այստեղի երևի արտադրությունը, Haribo, այսպիսի շոկոլադկա, հետո ինչ կա, այստեղ սրանք են, արախիվսովая պաստա, այսպիսի փոքր համովիկներ, հալվա են իրանք, սպիտակ տարբերակն ենք վերցրել, շոկոլադնի տարբերակն ենք վերցրել, հետո այսպիսի թխվածքաբլիթներ, շատ համեղ էին ասեմ, այսպիսի թխվածքաբլիթներ անցած անգամ նույնպես գնել էինք, համեղ էր, սուրճ, սովորական շատ համեղ սուրճ է, անցած անգամ նույնպես տարել էինք, 2 հատ սուրճ, հետո էլ ինչ ենք վերցրել, երևի այդքան է, ուղղակի սրանցից ամեն մեկը մի քանի հատով է, ու այս ամբողջի համար վճարել ենք 2046 ֆունտ, դա ինչքան է դոլարով, չգիտեմ, $1 51 ֆունտ է, չէ Մարի, թե 55, մի խոսքով կամ 55 ֆունտ է $1 կամ 51, 2046 ֆունտ ենք տվել այս 2 ուպակովկայի համար, այսքանն էին դեռ մեր գնումները, հետո ինչ որ ավելանա, անպայման ցույց կտամ։